Այ երևաց, հետևն երևաց, բայց մենք աշխարհին շատ ավելի կարևոր, ավելի դիտարժան բաներ ունենք ցույց տալու։ Մեր ուղղակի պլանկան մի քիչ այստեղից պետք է սկսվի, էլի։ Որ գոնե հիմա ասած կարողանա մեծ խոստում։ Գաղափարը մեկն է, լինել հետաքրքիր։ Որովհետև չգիտեմ, չեմ ուզում ասեմ։ Փոքր տարիքից էլ այդ սկզբունքն եղել է, որ արել եմ այն, ինչ ուզել եմ, ու ուզում էի։ Տենց ուղղակի ուզում էի, ցանկություն կար, հենց դպրոցական տարիքից է, որ ասում են բան, տենց հետաքրքրում էր։ Երևի ավելի շատ գրականությունը օգնեց։ Իմ մասնագիտական թե գիտելիքների մեջ, թե մտածողության մեջ Արմեն Մազմանյանը ինձ ոչ միայն օգնում է, այլև չի խանգարում, այդ շատ կարևոր է, որ չխանգարի։ Ուսանող տարիներին ինձ ու ընկերոջս կանչեցին խաղալու ներկայացման մեջ, որը շատ փոքր դեր էր։ Իրանից մեծ բան չէր ներկայացնում, ասած, բայց ես հիշում եմ մեր ոգևորությունն ու մեր պատրաստակամությունը այդ դերը խաղալու համար։ Ու հետո հասկացա, որ երբ որ մեր բոլոր դերերը ունենան այս մոտեցումը, ոնց որ մենք այս փոքր դերին, ամեն ինչ կհաջողի։ Երբ որ մենք սովորում ենք ինչ-որ Ստանիսլավսկի, Չեխով սովորում ենք, մենք պետք է կարողանանք մոռանալ դա։ Դրա արդեն տեղափոխվում է մեր ենթագիտակցությունը ու արդեն ենթագիտակցաբար ինչ-որ կանոններ դասավորվում է, ճիշտ դարակներում ամեն ինչ տեղավորվում է։ Այսինքն այնպես չի, որ հիմա դերը կարդում չէ, այսօր Չեխովի եմ մտածում, մի հատ փորձեմ ասում, կամ Ստանիսլավսկի։ Չէ, երկու դեպքում էլ եթե Չեխովը կարևորում է մթնոլորտը, հիմա այնպես չի, որ մենք հիմա գործը կարդում ենք, մի րոպե այստեղ ինչ մթնոլորտ է, ասես մենք հասկանում ենք արդեն ենթագիտակցորեն, որ սա էս մթնոլորտն է, սա կարելի է այսպես, սա առավել եւս հիմա, երբ որ թատրոնը այսպես ճյուղավորում է ստացել ու շատ տեսակները շատ են թատրոնի ու չկա հա սահմանափակում, մեզ ընդհանրապես մնում է լողան, մնում է այդ համագործակցությունը ստացվի դերասան դեր եւ դերասան ռեժիսոր։ Լավ ռեժիսորը կարողանում է դերասանին զարմացնել ու հենց այդ process-ն է, որ դերասանին գցում է այդ հավեսի մեջ, հենց այդ խաղի մեջ։ Երբ որ ռեժիսորը ինչ-որ մի հատ խնդիր է տալիս, որը որ դու տանը կարդացել ես, պատկերացրել ես, այս կերպես պատկերացրել, այն կերպես պատկերացրել, սենց ու գալիս եմ ռեժիսորը շատ ուրիշ բան է ասում։ Պրակտիկան մեծ դեր ունի մեր մասնագիտության մեջ, ու այս պրակտիկան ուղղակի տալիս է քեզ ազատություն ու ինքնավստահություն։ Այսինքն դերասանի վարպետությունը ավելի կարևոր է ֆիլմում, որովհետև stop rec ու պետք է այդ ամեն ինչի մեջ, այս շարժի մեջ չկորցնես այն գիծը, որը որ դու որպես դերասան մտածել ես կամ ռեժիսորի հետ աշխատել ես, էս։ Իսկ թատրոնը հենց այդ փորձերը, հենց այդ process-ը բերում են հենց այն ներկայացման, որտեղ դու արդեն լրիվ ազատ, լրիվ կոմֆորտ ու պետքա քեզ մնում է խաղալ։ Մեր ընտրությունները գրականության մեջ որակով են։ Գոնե մեր իմացածով, այսինքն չեմ ասում, որ տենց մենք վերջն ենք, չգիտեմ ես, բայց մենք փորձում ենք անել, այսինքն մենք այն հոսքի մեջ չենք ընկնում, որ դե հանդիսատեսը սա է ուզում։ Հա, հանդիսատեսը ուզում է կատակերգություն, կարելի է անել լավ կատակերգություն։ Հանդիսատեսը ինչ ուզում է, հա, այսպես ասենք, դա կարելի է անել որակով, եթե նույնիսկ այդպես ենք մտածում, որ հանդիսատեսը սա է ուզում։ Բայց ընկնել դրա հետևից այդ նշանակում է տապալել արվեստը։ Դգետ մարդը ինձ թվում է այդ շուտ ծերացած մարդն է, որ արդեն, չգիտեմ, երբ որ սկսում է ինչ-որ բաներ ճանաչել, միանգամից ծերանում է։ Չի ուզում փորձի այդ հասկացածից այդ ուրիշ բան էլ հասկանա, այդ ուրիշ։ Այլ համար տես քառակուսի են, որ տես կան, էլի շատ կան։ Ես որ ասում եմ, հաստատ տեսնում ենք մենք։ Ամեն օր հանդիպում ենք։